168-ի հարգելի հետևողներ, կզրուցենք հանրապետական գործիչ Էդուարդ Շարմազանովի հետ։ Պարոն Շարմազանով, ինչպես ձեզ հետ, այնպես էլ այստեղ գտնվող շատերի հետ մենք առիթ ունենում ենք ավանդաբար զրուցել հենց դատարանների բակերում։ Դարձյալ Աշոտյան վերաբերվող գործ է եւ ձեր նախակնկալիքը դատարան թե տրիվիալ է իրողությունների պարագայում ակնկալիքներից խոսել ամեն դեպքում ու առհասարակ գործի մասին ձեր տպավորությամբ եւ ձեր տեղեկացվածությամբ ինչի մասին է գործը։ Փաստաբանները խոսել են, ես ամոթությամբ կիսում եմ փաստաբանների կարծիքը, թե մասնագիտական եւ թե քաղաքական գնահատականները։ Ես էլ մեկ անգամ չուրացեմ, որ Արմեն Աշոտյան քաղաքական բանտարկյալ է դասական իմաստով։ Իսկ ակնկալիքը մեկն է, որ լինի արդարադատություն։ Իսկ արդարադատության իրականացման պարագայում կարծեմ Արմեն Աշոտյանը պետք է տունը լինի, ազատության մեջ լինի եւ արդարացվի։ Սա այն է, ինչ որ ասել են փաստաբանները, ես կիսում եմ դա։ Մնացածը արդեն ակնհայտ է, մենք մեկ անգամ չուրացել ենք, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության պարագայում նա ուժեղացնելու է ճնշումները ընդդիմախոսների վրա եւ մենք տեսնում ենք, որ Արմեն Աշոտյանը արդեն երկրորդ անգամ կալանավորվել է, մի անգամ 2 տարուց ավել նա կալանք տարավ, հիմա երկրորդ անգամ թե որն է պատճառը, ինչու են վախենում Արմենի խոսքից, ինչով են իրենց խանգարում, դժվար չէ կանխագուշակել։ Պարոն Շարմազանով, հետընտրական շրջանում, ինչպես նշեցիք, այո, այդ շղթան շարունակվեց, տեղեկացանք այսօր առավոտյան դարձյալ սպա է ձերբակալվել, մարդ, որը ազատագրել է դիրքը Ուրֆայանի եւ Կյաժի Աբաջյանի, բայց տեսնում ենք նաև զուգահեռ պրոցես սահմանադրական դատարանում տեղի ունեցող, պետք է հույսեր կապել ՍԴ-ի հետ, թե կունենանք ՀՀ-ի որոշումների ուղղակի դակումը ՍԴ-ում եւ եթե ընդդիմությունը շարունակ խոսում է պայքարի մասին, ըստ ձեզ որպես փորձառու քաղաքական գործիչ, այդ պայքարը ինչպես պիտի դրսևորվի, արտացոլվի, մանդատներ վերցնելով, չվերցնելով, փողոցով։ Սառա ջան, անշնորհակալ գործ է ընդդիմությունը խորհուրդներ տալ մանավանդ իմ կողմից։ Իմ կուսակցությունը չի առաջադրվել, չի մասնակցել։ Ես չեմ առաջադրվել Ես չեմ առաջադրում ինան, կհանդիպեմ, կասեմ եւ բարբերաբար ասում եմ։ Հիմա կարծում եմ կոռեկտ չի, որ ես հիմա ընդդիմությանը տեսախցիկների առաջ խորհուրդներ տամ, եւ ասում եմ ճաղատը դեղ ունենա գլխին կքսի, մենք բոլորս սա ընդդիմության իշխանության խնդիր չի, Զառաջան։ Սա Հայաստանի անկախության պահպանման, անկախության հռչակագրի պահպանման եւ Հայաստանը վիլայետի վերածելու պայքար է։ Դժբախտաբար նաև ընդդիմադիրներից շատերը կան, ոմանք հասկացան շատ ուշ, մենք դրա մասին խոսել ենք տարիներ առաջ, աստված տա այս տեսակը չընկրկի, աստված տա ազգային տեսակը եւ 88-ի շարժման տեսակը չկոտրվի եւ անկախության հռչակագիրը մնա որպես բացարձակ արժեք, ինչպես ստեղծվել է 90 թվականի օգոստոսի 23-ին։ Սահմանադրական դատարանի մասով էլի չեմ ուզում գնահատական տամ, հիմա եթե ես ասեմ սահմանադրական դատարանը դակելու է, կարող եք ասել, բայց եթե դակելու է ձեր ընդդիմադիրները ինչու են դիմել սահմանադրական դատարան, չէ՞, ձեր գործընկերները։ Դրա համար ես որպես փորձառու քաղաքական գործիչ, ինչպես դուք եք նշում, ես ձեռեպալ կմնամ մինչև սահմանադրական դատարանի որոշում կայացնելը, որևէ գնահատական հնչեցնել։ Մանավանդ հետո մենք չգիտենք, այնտեղ մեկին մանդատ ստանալն է բավարարելու, մեկին ֆրակցիային մանդատ տալն է կարող է բավարարի, մյուսին վերակվյարկություն է, մյուսին ամբողջությամբ չեղարկել է։ Հասկանանք, տեսնենք, նախ իրանք պետք է դերակատար։ Դժվար է, երբ որ դու խաղացող չես այդ պարտիայի, ու դու կողքից բան տաս էլի, թամաշա անես կամ շիրատաս կամ ես այդ մարդը չեմ։ Սպասենք, տեսնենք։ Ես կարծիքների մասին մշտապես ասել եմ, մենք մեր կարծիքը ասել ենք, որ այս իշխանությունը 18 թվականին եկել է, նաև ժողովրդի աջակցությամբ, բայց ժողովրդի նաև մանիպուլյացիայի արդյունքում, որպեսզի Հայաստանի երրորդ հանրապետության ամբողջ փիլիսոփայությունը։ Այն ժամանակ շատերն ասում են այդպիսի բան չկա, այսօր մենք տեսնում ենք, որ ոչ միայն այդպիսի բան չկա, այլ տենց էլ գնում են։
Պարոն Շարմազանով, ասում եք ինքնիշխանության համար պայքար է, Փաշինյանը եւս խոսում է ինքնիշխանության մասին, ասում է մենք եւ նրա թիմակիցները պետք է դադարել այդ ճորտատիրական կայսերական մտածողությանը գերի լինելուց։ Հիմա տեսանք եվրոպացի պաշտոնյաներն են ակտիվացել նախընտրական, հետընտրական շրջանում, այսօր ֆոն դեր Լայենն էր այստեղ, Եվ ասում են կդիվերսիֆիկացնենք ձեր ուղղությունները, Ռուսաստանը շուկա չի տա, մենք կտանք, գազ չեն տա, մենք կմտածենք ինչ անենք, ունենալով եվրոպական աջակցության փորձը այլ երկրներում։ Պետք է հույս դնել Եվրոպայի վրա եւ Փաշինյանի պատկերացրած ինքնիշխանության տեսլականը ինչքան ճանապարհ ունի անցնելու։ Արա ջան, իմ եւ Փաշինյանի ինքնիշխանությունը շատ տարբեր է պատկերացումները։ Իմ հայկական աշխարհի մեջ առանցքային դերակատարում ուներ Արցախը։ Եվ երբ որ դուք ցենց հարց եք տալիս, ես մի քիչ տարակուսելով եմ պատասխանում, ոչ թե հավես չունեմ կամ տրամադրություն չունեմ, այլ որովհետև փիլիսոփայությունը լրիվ տարբեր։ Իմ ողջ եւ իմ կուսակցության ոչ քաղաքական կեսագությունը շահախված եղել Արցախի ինքնորոշման իրավունք պաշտպանելով։ Ես ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ Հայաստանում կլինեն ուժեր, իշխանություն, որը Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս, Արցախի էթնիկ զտման ժամանակ մատը չի տա, հիմա էլ ամբողջ աշխարհին եւ նաեւ մեր բնակչությանը, մեր քաղաքացիներին կհամոզի, որ Արցախը որ տվեցինք, հիմա դարձանք ինքնիշխան։ Դե տարբեր մտածողություն կա էլի, բայց ցավը դա չի, ցավը նա է, որ այդ մարդիկ ունեն հետևորդներ, քիչ են, շատ են, մեկը կասի կեղծել է, մեկը կասի չեն կեղծել, բայց իմ փիլիսոփայությամբ գոնե մի հոգի չպետք է լիներ, էլի, որ մարդկանց, ովքեր որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի կազմում, մարդուն, որ ասել է Արցախը թոկա, այդ քաղաքական ուժին ունենում են սատարողներ։ Կապ չունի դրդապատճառները որոնք են։ Այստեղ խնդիրը շատ ավելի համակարգային է, շատ ավելի ֆունդամենտալ է։ Ձեր բացթողումը տեսնում եք այդտեղ նախկին իշխանության մաս որպես։ Ես մի անգամ մի առիթով ասել եմ, ես պատրաստ եմ լինել բոլոր բացթողումների, մեղքերի, սխալների հեղինակը, բայց թող ունենայինք նորմալ, պարկեշտ, ազգային պետություն ու հայկական Արցախ։ Իհարկե բացթողումներ տեսնում ենք, բայց սխալական մարդ կա այս աշխարհում։ Պարոն Շարմազանով, եւ Իսրայելի նախարարների կաբինետի կողմից ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քայլեր ձեռնարկելը ըստ ձեզ ինչու հենց այս պահին որոշեցին այդ հարցը։ Մեր պարոն Արտակ Զաքարյանը շատ ավելի լավ է մասնագիտացած այդ հարցում, ինքը շատ հստակ գնահատական տվել է, ես կիսում եմ պարոն Զաքարյանի կարծիքը, որ սեղ կա եւ արտաքին քաղաքական եւ ավանդական եւ թուրք-իսրայելական հարաբերությունների խնդիր, բայց ամեն դեպքում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը բխում է մեր ըստիս մեր ազգային ու պետական շահերից եւ անկախ նրանից որ երկիրն է եւ որ պետությունն է երբ է ճանաչել, դա միան դրական քայլ է, որովհետեւ հայոց ցեղասպանությունը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես հայ ժողովրդի ցեղասպանություն, այլ հանցագործություն, որը կատարվել է քաղաքակրթության ու մարդկության նկատմամբ։ Ավելին 15 թվականին հենց Անտանտի երկրները Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ֆրանսիան հայտարարել են, որ հայերի ջարդերը այն ժամանակ դեռ Ռաֆայել Լեմկինը չէր հայտնագործել, չէր ստեղծել ջենոսայդ, այսինքն ցեղասպանության բառը, նրանք անվանել են այդ երեք տերությունները հանցագործություն, մարդկային հասարակության եւ քաղաքակրթության նկատմամբ հանցագործություն, այսինքն այդ իմաստով դա մարդու իրավունքների պաշտպանության եւ անցյալի հանցագործություններն ու ոչրագործությունները պետք է դատապարտվեն եւ այդ իմաստով ես միան դրական խոսք կարող եմ ասել։ Շնորհակալություն։